Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ է այստեղ ազգային ժողովի բակում այս գեղեցիկ օրը նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը։ Որքանով տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, եւ ես շատ ուրախ եմ տեսնելով, որ սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները։ Այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի այգում, որպես մեր երկրների միջև բարեկամության խորհրդանիշ։ Սակուրան համարվում է գարնան խորհրդանիշ, եւ ես հույս ունեմ, որ այն գեղեցկությունը եւ ոգեշնչումը, որը բերելու է հայ եւ ճապոնացի ժողովուրդներին, մշտապես հիշեցնելու է մեր միջև բարեկամության մասին։ Հայ-ճապոնական բարեկամությունը նաեւ մեծ սիմվոլիկ նշանակություն ունի, իհարկե շատ հեռու ենք իրարից, բայց եւ այնպես որպես երկու հնագույն ժողովուրդներ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը ավելի սերտ լինի, այնքան ավելի կարևորենք ստանով նաև ազգային ավանդները պահպանելու, ազգային ավանդները խրախուսելու կարևորությունը։ Իհարկե սա շատ խորհրդանշական միջոցառում է եւ ուրախալի է, որ միշտ այդ միջոցառմանը մասնակցում են եւ Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները, ազգային ժողովի պատգամավորներ, հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամներ եւ դա իսկապես խորհրդանշում է գարնան սկիզբ, նոր կյանքի սկիզբ եւ շատ լուսավոր, շատ գեղեցիկ միջոցառում։ Շատ խորհրդանշական է եւ կրունկների մեջ այդ խորհրդանիշը դնելով ինձ թվում է դա ճիշտ է, որովհետեւ կատարվում է երազանքը։ Ես կարել եմ եւ կատարվել է։ Այդ պատճառով ես միշտ հավատում եմ, որ երազանքը կկատարվի։